Այս շաբաթ եթերի ենք, ինչ մեքենա ենք նկարում։ Ախր այս շատ փոքր է, սրա մեջ նստել չի լինի։ Սրա մի քիչ մեծ է, այսքան էլ լիներ, գոնե չէ, սրա մեջ չեմ կարող մտնել։ Այս վերջերս արագ եմ հետը կապի դուրս գալի։ Այ հիմա ողջույն, սա Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է և այս հրաշքն է այսօր մեր հերոսը։ 2016 թվականի արտադրության AMG GT-S։ Հիմա ձեզանից շատերը, ովքեր հետևում են մեր հաղորդմանը ինչ-որ տևական ժամանակ, կմտածեն, բա ինչի եք էլի նկարում, նկարել եք այս մեքենայից։ Ասեմ, որ այդ մեքենան կարելի ասել ընդհանրապես կապ չունի այս տարբերակի հետ, որով այստեղ նախորդի հետ համեմատ 510 ձիաուժի փոխարեն 670 ձիաուժ է։ Ոչ ոք չգիտի ինչի է այդպես, այսինքն չգիտենք ծրագրային է ուղղակի փոփոխություն կատարած, ինչ որ տեխնիկապես դետալներ է փոխված, եսիմ ինչ արված, դա արդեն կարևոր չի։ Մեզ համար կարևորը, որ 670 ձիաուժ հետևի անիվների վրա, որովհետև հետնակարշակա, մի սատանի ձի լսել եք, որ ասում են։ Մոտավորապես, հա, ճիշտ է, ես սև էի պատկերացնում սատանի ձին, բայց բանա, թիթիզա մեր սատանեն էլի, տենց։ Այսօր պետք է վարենք այս մեքենան, բնականաբար, բայց մի քիչ վախենում եմ, որովհետև այս այն վախենալու մեքենաների շարքին է դասվում։ Եթե նախորդ մեր հաղորդումը տեսել եք, կհիշեք, ուրեմն այնտեղ էլի կար ինչ-որ կարբոնի դետալներ, բայց այսքան կարբոն, որ սրահում գերիշխի, մետ նայեք, սրա մեծությունը, այնտեղ այսքան տեղեր կարբոն, այսքան կարբոն, ստեղ կարբոն, ղեկը կարբոն, սելեկտորները, փոխարկիչները կարբոն, կաշի, կարբոն, ալկանտարա, փող, սենց սաղ փողա, սենց սաղ տեղերը փողա, ճոխա, ինքը սուպեր քարա, բայց գիտեք ինչն է հետաքրքիր օրինակ, այս մեքենային սուպեր քար ասելուց ոչ ոք չի հիշում, ասենք, չգիտես ինչի, որ ասում են սուպեր քար, բոլորը մտածում են Lamborghini, Ferrari, McLaren, Porsche երբեմն, բայց Mercedes GT չէ, ինչի։ Ինձ թվում է, այս մեքենան արժանի է, որ ինքը դասվի այն մեքենաների շարքին, որ սուպեր քար ասելուց հիշեն իր մասին։ Հեսա դուք ինքներդ կտեսնեք, որովհետև 510 ձիաուժը ես երբ որ վարում էի, 510 ձիաուժի համար այդ մեքենան գնում էր ֆանտաստիկ, 510 ձիաուժի համար։ Այստեղ նույն մեքենան է, նույն հետնակարշակն է, ուղղակի մի ընդամենը, ինչքան է, մի 160 ձի ավել էլի, հա ինչ, մի երկու հատ, ասենք, Toyota Vitz ավել է, մի հատ, հենց թեթևոտ BMW 3-րդ սերիայի։ Լավ, նախորդ հաղորդումը մոռանում ենք, հիմա 0-ից ուրեմն անում ենք test drive։ Ամենաառաջինը, բնականաբար, երբ նստում ես մեքենայի ղեկին, աչքիդ ղեկն է երևում ու ցուցիչների վահանակը։ Ցուցիչների վահանակը շատ կարևոր դեր է խաղում բոլոր ավտոների մեջ, որովհետև շատ հաճախ ես իրանց նայում, ու ինքը այնքան լավ է, այնքան գրավիչ պետք է լինի, որ դու իրանց շուշուտ նայես, որ ասենք արագություն չզարգացնես, բան չանես, բայց պետք է ինքը քեզ գրավիչ է, որ տակ եղեղավ հաճախ չես նայում ու միշտ արագաչափերի տակ նկարվում ես։
Այստեղ ուրեմն ինչն է շատ հետաքրքիր, որ 2016 թվականի է մեքենան ու նույնիսկ ինչքանով ես գիտեմ, տես մոտիկից չեմ տեսել, բայց ինչքանով գիտեմ, ռեսթայլինգ երբ որ եղել է 2017 թվականից այս կողմ, ցուցիչների վահանակը միևնույնն է մնացել է անալոգային, այսինքն թվային չի, մանիտոր չի, էկրան չի, ուղղակի սլակներ են, այն ճիշտ մեքենաների նման։ Ու ես միշտ ասել եմ, որ յուրաքանչյուր սպորտային մեքենա պետք է գոնե տախոմետրը ունենա անալոգային ցուցիչ, այտենց։ Օրինակ ես չեմ սիրում, որ մեքենաների մոտ տախոմետրը լինում է թվային, դա լավ չի։ Թանկարժեք է, այս կաշին, գիտեք ինչ կաշի է, կաշին, սենց որ շոշափում ես, ոնց որ, ինչ լավ, այդ եթերային չի չեմ ասի, ոնց որ ինչ շոշափ ես, հա, բարձրակարգ բուրմիստր աուդիո համակարգ, ես օրինակ մի քիչ փոքր չափերի մարդ եմ, ինձ հարմար է այս մասը, բայց ես ինչքան մարդկանց լսեցի, ինչքան կարդացի, ասում են սա անհարմար է, այսինքն փոխանցումների այս բռնակը, փոխանցումատուփի, ասում են շատ անհարմար է, որովհետև շատ հետ է դրված։ Ես մտածում եմ ինձ էլ անհարմար կլինի, բայց չէ, նորմալ է։ Հենց ձեռքի տակ արդեն մուլտիմեդիայի այս ջոյստիկն է, ու երևի սա ավելի հարմար է, որովհետև ճիշտ է, կարող է մի քիչ անհարմար է, ասենց ձեռդ բերես դե դնելու համար, բայց հո միշտ ձեռդ այստեղ չես պահում, չէ՞։ Հիմնականում օգտվում ես մուլտիմեդիայից, եւ եթե ասենք ինչ որ խմելու բան ունես, դա, որովհետև այդ տեղերից ավելի հաճախ ես օգտվում ձեռքով, քան փոխանցումատուփի բռնակից։ Չգիտեմ, լավ, դա արդեն սուբյեկտիվ է, մեկը կասի հարմար է, մեկը կասի հարմար չի։ Դե բնականաբար պանորամային լուկ, այս մեքենայի տանիքը այնքան փոքր է, որ սովորական լուկ է, ապակուց, բայց ինքը արդեն պանորամային է, որովհետև տանիքը այսքան է։ Հա, լուկն էլ այսքան դառնում է պանորամային լուկ։ Վերևի կոճակներն են շատ հետաքրքիր, որովհետև ես ուրիշ մեքենա չեմ հիշում, որ այս վթարային լույսերի կոճակը լինի վերևում տեղակայված։ Միշտ լինում է այստեղ, այսպես խառը տեղեր է լինում, բացի ստեղից, ստեղ չէի տեսել։ Ու ընդհանրապես սուպերքարերի մեջ այդպես է, եթե մի բան պետք է, շատ երկար պետք է իրան մանգաս։ Ինչ է մնում մեզ։ Մեզ մնում է գնալ վարել, մի քիչ վախենալ, մի քիչ չէ, ինձ թվում է շատ։ Այդքանը, կհանդիպենք Երևանի ճանապարհներին։ Հենց հիմա։ Վախ, ես ոնց եմ սիրում այս մեքենան, չեք պատկերացնում, այդտեղից շատ դժվար է էլի էկրանից այդ կողմ, սենց ամբողջովին զգալ այս զգացողությունները, սենց վերապրել, որովհետև համ մեքենայի մեջին նստելու ձևն է շատ հետաքրքիր ու շատ հարմար ու գիտեք ինչ է, սենց շատ լավ գրկում է, շատ խորը նստարաններ են, բավականին կոշտ, բավականին սպորտային։ Այս մեքենան այն սուպերքարերի շարքին է դասվում, որ կարաս ամեն օր, իհարկե Հայաստանում չէ, որովհետև Հայաստանում ոչ մի տեսակի սուպերքարի համար ճանապարհ գոյություն չունի, բնականաբար, բայց այնուամենայնիվ, այս մեքենայով կարող ես ամեն օր գնալ աշխատանքի, հետո գնալ քո գործերով, հետո երեկոյան գնալ տենց հաճելի պտտվել քաղաքով, շատ սուպերքարների 90%-ը լիովին հակառակն են, հակապատկեր, այսինքն մաքսիմալ անհարմար, կոշտ նստարաններով, կոշտ կախոցներով, ցածր, որ ոչ մի տեղ չես կարող գնաս, մի խոսքով,
Հա, սա էլ է մի քիչ ցածր, պետք է մի քիչ ուշադիր լինես, մեկ էլ ամենակարևորը, պետք է զգույշ լինես մեր պարապ վարորդներից, կան, չէ՞, թեյնիկ վարորդներ, հա։ Մեղք են այս մեքենայի սեփականատերերը, չէ՞, վերջի վերջո ինչքան կարելի է այդքան վախի մեջ ապրել, այդքան վախի մեջ մարդկանց կարելի է պահել։ Չի կարելի, մի արեք։ Ամեն ինչի համար նախատեսված է այս մեքենան, եւ հաճույք պարգևելու, եւ շատ արագ վարելու նույնիսկ մրցուղիներում, նույնիսկ որն է, հենց մրցուղիներում էլ չասեմ ինչ վերջն է այս մեքենան։ Այս մեքենան ունի գերազանց կառավարելիություն ու այս երկար քիթը, որ տեսնում եք, չէ՞, կապոտը։ Ուստեղից էլ նստած ինձ երկար կապոտ ես տեսնում, քեզ թվում է, որ ահա որ անկառավարելի պետք է լինի, ասենց երկար ծանր քթով, կարճ հետևով ու դենց պետք է անփույթ լինի, բայց չկա նման բան։ Ոչի կառավարվում, նենց է կառավարվում, են որ մարմինդ փշաքաղվում է։ Գիտեք ինչ ֆանտաստիկ արգելակներ ունի։ Բոլոր սուպերքարները չեն, որ ունեն նման լավ արգելակման համակարգ։ Այստեղ է, որ Mercedes-ը իսկապես ստացել է մեքենայի, սպորտային կամ սուպերքար մեքենայի կառավարելիություն։ Շատ փափուկ է կառավարվում, շատ հեշտ, հանգիստ, սենց ամեն ինչը հաճելի է մի խոսքով, հաճույք է, ամբողջովին։ Մանավանդ այս ալկանտարայի հատվածները, որ սենց բռնում ես, նայում ես վերևը կարբոն։ Ստեղ մենակ, ասում եմ, պակասում է այն կետիկները, որ տախոմետրը ղեկի վրա է լինում, նման սուպերքարներ կան, չէ՞։ Մենակ դա է պակասում այն իդեալականության համար։ Սա կոմֆորտ մոդն է։ Կոմֆորտ ու ռեյս մոդերը իրարից կորդինալ տարբերվում են, թե մեքենայի պահելաձևով, թե ագրեսիվությամբ ու այդ փափկությամբ, ձայնով, ամեն ինչով։ Երբ որ անցնում ենք S, ասեմ ավելին S+, զգում եք ոնց է ձենը փոխվում։ Race mode, այստեղ արդեն լիովին ուրիշ մեքենա է դառնում, ուղղակի ճանապարհ չկա գազը սեղմելու համար։ Մեքենաները ափսոս է, հասկանում եք, չէ՞, ասենք մի քիչ ավելի մարդկային գնի մեքենա լիներ, հանգիստ մեր ճանապարհներով կարելի էր մի քիչ զվարճանալ, բայց այդտեղ ախր շատ ափսոս է։ Ափսոսը որն է տակ է։ Պատկերացնում եք, այս մեքենայով մի հատ մեր ճիշտ հայկական փոսերից մի հատ ընկնես։ Չի կարելի, չէ՞։ Չի կարելի։ Ասեմ, որ խլացուցչի համակարգը ամբողջովին հավաքված է մորանձի է։ Ահա, այս ձենը։ Այս մեր մորանձին է։ Մենք մեր անձնական մորանձին ունենք այս մեքենայի մեջ։ Մի քիչ հին մարդիկ կհիշեն ժամանակին կար մի երգիչ, որի անունն էր Մորանձի, բայց այս Մորանձին մի քիչ ավելի տաղանդավոր է, մի քիչ ավելի լավ ու ճիշտ է երգում, ձայնը ճիշտ տեղից է դուրս գալիս։ Ես ինչ ես անում դու։ Մի հատ հետև գազը տալիս ես, վերջ, հետևը բռնել չի լինում, այ որ մանուալն է սեղմում ես ու ամբողջովին բոլոր համակարգերը անջատում ես, դառնում է էլ ավելի հիստերիկ։ Շատ լավն է։ Այ ինչ ափսոս է, չեմ կարողանում ստեղ գազ սեղմեմ։ Վայելեք գերագույն հաճույք Mercedes AMG GTS 670 ձիաուժ 7 աստիճան փոխանցումատուփ։ Այս մեքենան այս պահին իր այն առաջին գործն է կատարում, այն որ հանգիստ նստես գնաս աշխատանքի։ Հիմա ես այդ եմ անում։ Ինչպես կասեր մեծն Աշոտը, այս մեքենան գազան է։ Այս մեքենան վայրենի է ու իսկական խելագար։ Ինչը ես հիմա ձեզ չեմ կարողանում ցույց տամ։ Միջև մի քիչ դիմացեք, միջև հեսա կհասնենք մի քիչ գոնե համապատասխան վայր, որ մի քիչ ավելի հարթ ասֆալտ կունենանք, էլի, գոնե։ Հիմա վերջապես մենք այս մեքենայով դուրս կգանք մի քիչ համապատասխան տեղ, որ ես ճայնեմ, որ դուք զգաք այդ հաճույքը։ Ես այսօր կամ վաղը չկա։
Արամանտ, սենց մեքենաներ երկար քշողը հաստատ այսօր կա վաղը չկա։ Այս մեքենան մի շատ կարևոր յուրահատկություն էլ ունի։ Ուրեմն այս մեքենայի ID համարը գիտեք ոնց է։ 00000000001 խնդրեմ։ Սա նշանակում է, որ այս մեքենայից էլ չկա։ Յուրաքանչյուր դիագնոստիկ համակարգիչ, որ միացնում ես այս մեքենային, վերջ ինքը բոլորի մոտ ցույց է տալիս, որ այս մեքենայից մի հատ է։ Եթե հանկարծ Mercedes-ը այս նույն կոմպլեկտացիայի մեքենա մի հատ էլ արտադրի, դա տարաններ է Eldusus։ Անցնում ենք race mode։ Միացնում ենք Moranzin։ La 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 la. Ահ, մամաջան։ Տիրտս հեսա կընգնի կոշիկներիս մեջ։ Մեր Moranzin, անձնական Moranzi ունենք։ Երկում է մեր համար։ Լսում եմ էլի գազը սխմեմ, ոտս դողում է։ Ենկոմ է գալիս եմ։ Ու ինչն է շատ կարևոր, որ ունի հիասքանչ արգելակման համակարգ։ Ախ, ոտս դողում է։ Սենց բան վաղուց չերեղեմ ոտս, գազի ոտնակի վրա ոտս սենց ալնում, չեմ կարողանում նորմալ գազը կառավարել։ Անգստացի մի հատ, յա։ Գիտեք ինչ հաճելի է այս կարբոնի սելեկտորներով սենց, օպա, հետո մի հատ ներքև, հետո մի հատ գազ։ Վերջ անցան կոմֆորտ ռեժիմ, որովհետև սպորտ ռեժիմում, այսինքն ռեյս ռեժիմում շատ զգայուն է գազի ոտնակը ու այդ ոտից դողի հետ սենց կոն էմոցիա կարա մեքենան մարդու պարքևի։ Նայք, հիմա կոմֆորտ մոդում ենք, մեքենան համագրեթե ձեն չի հանում, փափուկ ու հանգիստ սենց երեխայիդ հետ, ասենք, գնում ես ջութակի դասերի, սոլֆեջիոյի, բայց հենց երեխա ջղայնացնում է, ասում ես, հա, դե արիստ է։ Դե երեխատ բնականաբար այսքանից հետո սկսում է իր խելոք պահել, էլի անցնում ես կոմֆորտ մոդ, վերջ։ Տա-տարա։ Այսքանը հեչ, այս սաղ մոռացանք, մեքենան ունի նաև start-stop համակարգ։ Ես լիովին մոռացել էի դրա մասին, եկան կանգնեցինք հանգեց մեքենան։ Նայեք։ Ասենք այս մեքենայի մեջ ոնց կարելի է start-stop դնել։ Եսին։ Այսովա, հագուստներ կանես, սենց ձերքերով, այ դրանից հագցնես, տանես մի տե պահես, փափուկ պատերով, որտև խելագարի մեկն է։ Հայ, ասում եք, չէ, ընդամենը 4 լիտրանոց շարժիչ է, V8 է, կապոտը ոնց է բացվում։ Ահա, թավսյո։ Կարբոնը սրահի մեջ քիչ էր, տենց մի քիչ պակասություններ անում էլի, ասեցինք ոնց որ քիչ է, բա սենց մեքենային սազում է, սենց քիչ կարբոն, ստեղ էլ է կարբոն։ Այս ուրեմն 4 լիտրանոց շարժիչն է, V8-ն է, տուրբոներով բնականաբար։ Բայց էլի եմ ասում, հիմիկվա սուպերքարերի մեջ շատ քիչ են հանդիպում էլի, սենց փոքր լիտրաժով շարժիչներ։ Հիմնականում պետք է լինի 6, 7, 8, մի 5 հատ տուրբոյով, 4 հատ սուպերչարջով, տենց մեքենաներ, տենց են, էտա սուպերքարը։ Այստեղ համեստ կոկիկ 4 լիտր, բայց մի հրեշ, մի սատանա։ Ու այս մեքենայի ամենահետաքրքիր մասերից մեկը իր այդ քաշի բաշխումն է, ամենաստաբիլ, ամենաճիշտ ծանրության կենտրոնով մեքենաներից մեկն է, որովհետև այստեղ տրանսաքսել, ոնց բացատրեմ, դիմացից շարժիչն է ու հետևը փոխանցումատուփն է։ Ծանրությունը մեքենայի բաշխած է այնպես, որ ինքը 50% դեմը, 50% հետևը ու իդեալական մի խոսքով կառավարելիություն ունի այդ դրա հաշվին։ Ուրեմն այս կապոտը այսքան էլ է բացվում։
այսքան։ Դու հերվից որ նայում ես, ոնց որ կոկորդիլոսը բերանը բացած, սենց չէ, կոկորդիլոս չէ, կոկորդիլոսը մի քիչ գեշ է։ Այս լավ սիրուն կոկորդիլոս։ Սիրուն կոկորդիլոս լինում է երևի Աֆրիկայում։ Ախր շատ սիրուն այս։ Այս սենց է իր ձևը։ Հələ մի հատ այս մեքենայի դիմացը նայեք, էլի խնդրում եմ, արի։ Հələ մի հատ այս մեքենան դեմից նայեք։ Նայեք, ուշադիր նայեք։ Տեսնում եք, չէ՞։ Այս ամեն ինչ է, ագրեսիվությունը։ Ու պատկերացրեք, մարդ կա, օրինական մարդիկ, որ սա տեսնում են, այս գեղեցկությունը։ Ու ասում են, դե լավ, տենց ոնց որ չի դզում։ Էս ու չի դզում։ Էս ու չի դզում։ Ախր շատ ագրեսիվ է։ Մեքենայի հետևը էլի մարդկա ասում է շատ գեշ է։ Շատ տգեղ է այս մեքենան, ուզում եմ հասկանամ, էլի։ Կարող է ես ճաշակ չունեմ։ Այս մեքենան ի տարբերություն ուրիշ սուպերքարերի ունի նորմալ մարդավարի բեռնախցիկ, մարդավարի նորմալ չափի բեռնախցիկ։ Նորմալ չափի բեռնախցիկ ունի։ Ախ, էլի եմ կարբոն քթե, արի էլի եմ կարբոն քթե, քիչ էր, այն էլ էր քիչ, շարժիչի կարբոնն էլ էր քիչ, էս էլ է կարբոն։ Քչություն չանի, էլի հանգարց, շատ գեշ է, չէ։ Ախ, ես ինչ շոկ է։ Չգիտեմ պատահաբար թե մտածված, բայց մենք հիմա գտնվում ենք Մանդարինկա պարկում, ունդեղ մի հատ շատ լավ բան ենք տեսել, չգիտեմ դուք գիտեք ինչ կա թե չէ, բայց ես արդեն տեսել եմ ու արդեն չեմ համբերում գնամ ու հեսա դուք էլ ինձ հետ կգաք, բայց մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ, ուրեմն հենց նոր այս մեքենայի տերը ինձ ասաց, որ ինքը ժամանակին ուներ մի շատ հզոր, գերհզոր մի հատ CLS, այս վերջին CLS-ներից էր, նախավերջին CLS-ներից, տյունինգապատ, մի միլիոն ձյաուժ, մի խոսքով, շատ հզոր մեքենա էր։ Ու ինչ ասեց, այդ մեքենայից մեջ մենակ մոթուլի V300 յուղներ թույլատրվում լցնել։ Ուրիշ ոչ մի յուղ, ոչ մի արտադրողի, ոչ մի յուղ չէր թույլատրվում։ Ասածս ինչ է, ինձ թվում է դուք հասկացաք, բայց ես մեկակ ասեմ, որ այդ մոթուլն է, որ նենց յուրահատուկ յուղեր ունի, որ մենակ այդ մի յուղը մենակ այն փախած մեքենայի մեջ պետք է լցվի։ Բնականաբար սովորական յուղեր էլ ունեն, բայց դե մեզ միշտ հետաքրքրում են ամենափախած ու ամենացնդած երևույթները աշխարհի։ Մի խոսքով, դուք չգիտեմ գալիս եք թե չէ, բայց ես գնում եմ այնտեղ։ Իդեպ մոթուլի պաշտոնական ներկայացուցիչը Nike Oil ընկերությունն է։